պիտի վճարես կամ 100 դրամ։ Ու հիմա այդ սաղ վճարում, այսինքն նախկին ներկա իրար հետ զաս մտած, շատ ներողություն արտահայտությանս համար բռնաբարում են երևանցիներին։ Մենք տենում ենք տրանսպորտի վիճակը, ամեն օր ես ստանում եմ հարյուրավոր նամակներ, վիդեոներ, տրանսպորտի միջից, կանգառներից, վարորդների հետ կոնֆլիկտներից եւ այլն եւ այլն։ Այսինքն այս բոզի տղեկը ոչ մի բան իօքուտ ժողովրդի չեն կարողանում անել։ Հանձինս Երևանի քաղաքապետ կոչվող ղախպի տղեկի հավաքածուն իրանց ավականիներով եւ այլով։ Մենք հեսա կանդրադառնանք։ Ցանկացած կետի, ցանկացած խնդրի, ցանկացած ինչ-որ մի երևույթի, սրանք էս մատով կպնում են, պայթմա, գմփմա, ոչ մի հարց ի վիճակի չեն լուծել։ Եվ ես հուսամ, որ ապագայում այս ամենը հաշվի առնելով, սիրելի երևանցիները օրինակ կվերցնեն գյումրեցիներից եւ այլևս ոչ մի պարագայում, ոչ Վազգենի քուր, ոչ Սիսի բոզի տղա, ոչ ինչ-որ սրանց կողը պտտվող արբանյակ կուսակցությունների ոչ թե ձայն, անգամ օգտագործած տրուսիկ չեն տա այս բոզիս տղեկին։ Ուրեմն կապված քաղաքապետարանի հետ 14 օրա գոյություն ունի թաղամաս Դավթաշեն։ Դավթաշեն թաղամասը կառավարում է Վազգենի քուրը, ոտքի պոռնիկի ծնունդ։ Վազգենի քվոր թաղապետը ղեկավարում է Դավթաշենի թաղապետարանը, բայց այնց է ղեկավարում, որ անգամ իա կաբինետում չի նստում, նստում է տեղակալի կաբինետում, որովհետև այդ կաբինետը պատկանում է Վլադիմիր Գասպարյանի փեսուն։ Մարդը շենքը վերցել է, ու մինչև հիմա Երևանի թաղապետարանը վարձով է նստում Վլադիմիր Գասպարյանի փեսի շենքի մեջ։ Այդ ինչ էլ Արթուր Գրիգորյանը, Գևորգյանը, ես իմ այդ Արթուրը ծծնի Դավթաշենի թաղապետի կնգան տանով տեղով ընտանիքով։ Ուրեմն 14 օրա կոյուղաջրերը սաղ Դավթաշենը ողողել են, քակ, ցեր, հոտ, բուրմունք, կեղտ, բռնել է ամբողջ Դավթաշենը, խնդիրը լուծում չունի։ Հարց եմ տալի, ով է մեղավոր։ Դավթաշենի ժողովուրդը միաբերան պատասխանում են։ Պուտինն է մեղավոր։ Չէ՞ որ Հայաստանի բոլոր դժբախտությունների մեջ սկսած Տրուբալոպն ու Լավադա ֆշ մեղավոր է Պուտինը։ Ու հիմա այսքանից հետո ինձ այնց հետաքրքիր է, այս Եվրոպա քարոզող, Լոնդոն, Փարիզ գնացող, Արման Բաբաջանյան, Վազգենի Քոշինյան եւ այս բոզի տղեկին կա մի մարդ, ով այսքանից հետո ուզում է սրանց զենտա։ Ինձ այնց հետաքրքիր է։ Օրինակ հիմա ինձ այնց ցելի Դավթաշեն թաղամաս։ Որը գնես տուն արտուն հարցնես, ցելի Դավթաշենցիկ։ Դուք պատրաստվում եք ապագան ընտրությունների ժամանակ ձեն տալ Վազգենի քվորը։ Ինչ հետաքրքիր գոնե մի հոգելնելու է, որ ասի այո։ Հենց ասի այո, ես պիտի վզից բռնես, տանես կայնես այս երկու շաբաթ այդ քակած ջրերի մեջ, ասես նայ։ Քո թաղամասը ղեկավարում է Վազգենի քուրը։ Կոալիցիոն կառավարությունը քաղաքապետ էս ծևա ղեկավարում։ Հիմա վեկալ զանգի Վազգենի քվորն ասա տունը ծսնեմ, էս ինչա։ Վազգենի քուրը կասի Պուտինն է մեղավոր։ Շա։ Հասարակ կոյուղաջրի հարց Երևանի քաղաքապետարանը չի կարողանում լուծել 14 օրա։ Մեռան նկարելով ինձ ուղարկելով, ահազանգելով սիրելի Դավթաշենցիներ, ես հասկանում եմ, բայց երևանցիների մեծ մասը ձայնա տվել ԿՊ-ին, մյուս մասը ձայնա տվել Վազգենի քվորը, որովհետև իրանք կուլտուրական են, ես քֆուրչի եմ, եւ այսօր ունենք ինչ որ ունենք։ Եվ ձեր թաղամասով ղեկավարում է այս բոզի տղու իացածեր Չոլախ Արտակ Զենալյան եւ ինքը։ Ես չգիտեմ, Երևանի քաղաքապետարան կոչված այդ պոռնիկի ծնունդների հավաքածուն երբ համտադիր լուծելու Դավթաշենի կոյուղաջրերի հարցը եւ խնդրեմը։ Մենք դրա մասին գիտենք, մենք դրա մասին տեղյակ ենք։ Եվ իմիջիալոց նաեւ ուզում եմ ասեմ, երբ որ ես տվել եմ հեռախոսահամար 041 65 50 40 WhatsApp-ը, սիրելի ժողովուրդ, այդ հրապարակված WhatsApp-ը զանգեր չի ընդունում։ Դրա վրա մի վրա զանգեք, զանգ չի գալի։ Մեկ, երկրորդը, այդ համարը հրապարակված է կոնկրետ նպատակների եւ խնդիրներ լուծելու համար, լուրջ խնդիրներ, ասիկան Գյումրիի խնդիրներ եւ այլն։ Այդ համարը չի հրապարակվել, որ դուք այդ համարի վրա
բան նկարեք ձեր տունը, ձեր տան պայմանները, մայկա լիպչիկ, տրուսիկ, մայկա կախած վիճակը, տեսեք մենք ցես պայմաններում ենք ապրում, Վարդան Ղուկասյան 10,000 դրամ գրգի, Վարդան Ղուկասյան 20,000 գրգի, լույսի փողը չենք կարամուծենք, գազի փողը չենք կարամուծենք։ Մենք գումար չենք բաժանում։ Սա կուսակցություն է, սա հիմնադրամ չէ, սա բարեգործական ընկերություն չէ։ Հիմնադրամ, բարեգործական ընկերություն եւ այլն գոյություն ունի Աննա Բոլեին, ժպիտների քաղաքը, իմ քայլա, ինչ գրողու սև ցավա։ Մենք հրապարակել ենք այդ նույն 53 բոզի տղեկի նկարները, Զովք սուպերմարկետ, այն ղախպի տղային հոկտեմբերյանցի սպորտսմեններ ինչ գրողու սև ցավեր, էդի, մյուսը բոլորի նկարները կա։ Գնացեք դիմեք այդ մարդկանց, 1 միլիոն դրամ տարեք ուղղել են Աննա Բոլեինի Տրուսիկի արանքը։ Գնացեք ասեք, որ 20,000 դրամ դու բոզի տղա, 1 միլիոն դրամ տվեցիր են պորնիկին, կամ չգիտեմ, այդ նույն այդ մնացած բջոջ, մենք բարեգործությամբ չենք զբաղվում։ Ես իշխանություն չեմ, ես էլ այդ համարի տակ սոցիալ նախարարությունը չի։ Վերջի վերջո հասկացեք։ 10 երեխա ունեք, 7 երեխա ունեք, շատ լավավոր ունեք, բայց դա սոցիալ նախարարության խնդիրն է։ Մենք գումարներ չունենք, որ տանք։ Հասկանում եք, թե ոչ։ Ամեն ասու օր գրում են ու զանգում են ու գրում են էլ սիրո խոստովանություն, էլ չգիտեմ ընդեղ այդ լավավոր սիրում եք Վարդան Ղուկասյանին, այդ լավավոր բանը ուզում եք իմանաք ես սաղ եմ, թե մեռել եմ եւ այլն, բայց սիրելիներս այդ համարը մի ծանրաբեռնեք, մի ծանրաբեռնեք։ Վարդան Ղուկասյանը լավ է, ողջ է, առողջ է։ Օրը մեջ էլ հլմա եթերով տեսեք բավարարվեք։ Սիրո խոստովանություններ, բանտիկ, փիսիկ, վագրիկ, արյուծ, սրտիկ եւ այլն, էդի կուղարկեք հետո, երբ որ գնաք ընտրատեղամաս։ 10,000, 20,000 մեզնից մյուզեք կա Աննա Բոլեին, գրեք Աննա Բոլեինին, ինքնա 53 միլիոն, ընդամենը 3 օր առաջ կողե իա դլոն։ Մենք այդ գումարները չունենք, որ զբաղվենք բարեգործությամբ։ Խնդրում եմ, մի ծանրաբեռնեք այս հեռախոսը համարը։ Ես ասել եմ այդ համարն ինչի համար է, կոնկրետ այդ խնդրով։ Ինչ ասես գրում են, ինչ ասես ուղարկում են, էլ բանը իրանստան զուգարանի վիճակը, էլ կուխնու վիճակը, էլ երեխեքի վիճակը, դա համար կա սոցիալ նախարար, դա համար մի գնացեք ես բոզի տղեկին մի ընտրեք, էլ ոնց ասեմ, ուրեմն ուր է այդ ֆանակումներ, ես ուզում եմ այս ֆանակումների վարկագիծը հասկանամ, ես ձեր վարկագիծը չեմ հասկանում, Մեկ հլում եք, չգիտեմ, դաշտ միտինգ եք անում, պլակատ եք պահում, ծուխմուխ եք անում։ Մեկ գնում նստում հանգիստ ֆուտբոլ եք նայում։ Մի հատ ես խնդրում եմ ձեզ կողնորոշվեք։ Դուք պահանջում եք ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ու իա տեղակալների հրաժարականը, թե ոչ։ Որովհետև մի քիչ անհասկանալի է ինչա ձեր ուզածը։ Սիրելի ֆան ակումբներ։ Խելքի եկեք, հա։ Շատ կարճ եմ ուզում ասեմ, ու անցնեմ առաջ։ Battery 40%. Connected to